ինչ անեն այն քաղաքացիները, ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են մեկ այլ համայնքում, ու դիմեն, ինչպիսին է ընթացակարգը, ինչ ժամկետներ կա, արդյոք արտերկրում ապրող քաղաքացիները կարող են էլեկտրոնային եղանակով քվեարկել, ինչպես է հարցը կարգավորվում, ովքեր ունեն էլեկտրոնային քվեարկելու համակարգից օգտվելու հնարավորություն։ Տեսեք, հարգելի ընտրողներ, ովքեր որ իրենց հաշվառման հասցեին չեն բնակվում, դուք կարող եք դիմել անձնագրային բաժին, այսպես կոչված, այսինքն միգրացիա և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժիններ, եւ դուրս գալով ձեր հաշվառման վայրի ցուցակից ընդգրկվել ձեր տվյալ պահի բնակության վայրի ցուցակը։ Սա չի կարող անել կենտրոնական հանձնաժողովը։ Մենք սրայի հասկացած այս թեման չված, որտեղ մենք բազմաթիվ վերջշրջանում դիմումներ ենք ստանում, որոնք որ քաղաքացի մեզ է դիմում։ Պիտի դիմեն անձնագրային բաժին, ավելին, հետին քիչ առաջ ասած, դա կարող են էլեկտրոնային ստորագրություն ունեցողները, դա կարող են անել իր request համակարգով, առանց անձնագրային բաժին գնալու։ Ամբողջ տեղեկատվությունը միգրացիա և քաղաքացիական ծառայության էջում դրված է։ Եվ ընդհանրապես պետք է, չգիտեմ, 5-10 րոպե ծախսել էլեկտրոնային ստորագրություն ունեցող քաղաքացին 5-10 րոպե պիտի ծախսել, որպեսզի այդ էլեկտրոնային դիմումը ներկայացնեն։ Եթե չունեն էլեկտրոնային ստորագրություն, ապա պիտի մոտենան անձնագրային բաժին։ Այնտեղ էլ միանգամից շատ արագ ձևաթղթերը կան, արագ լրացնելու են և խնդիրը լուծվելու է։ Այս նույն գործողությունը կարող են անել նաև արտերկրում գտնվող մեր այն քաղաքացիները, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն, այսինքն e-request համակարգից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիները, ապա Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները։ Եթե օրինակ իրենք այդ օրը քվեարկության օրը, ասենք, պատրաստվում են գալ եւ քվեարկել, բայց իրենց բնակության օրինակ որ գտնվել են, ասենք, դա գտնվել այլ համայնքում, իրենք կարող են հանգիստ e-request համակարգով դիմել, որպեսզի իրենց հաշվառման վայրից իրենց անունը հանվի եւ ընդգրկվի այն ցուցակում, որտեղ որ իրանք լինելու են քվեարկության օրը։ Կխնդրի ավելացնել մեր մատչելի ընտրողների առողջության հետ կապված։ Հավանաբար ելնում 1-2 օրից արդեն այդ գործիքը ամբողջությամբ գործիքը դրվի, ամեն դեպքում նկատում եմ նկարները, որ նույնիսկ նկարներով տեսանելի լինի, ըստ էության Հայաստանի Հանրապետության 1996 բոլոր տեղամասերը գնահատվել են նաև մատչելիության տեսանկյունից, եւ բոլոր այդ տեղամասերը, որոնք որ մատչելի են, իրենք առանձնացված են եւ մեր կայքի միջոցով շարժողական խնդիրներ ունեցող մեր ընտրողները կարող են տեսնել իրենց տեղամասը մատչելի է թե ոչ, ու եթե իրենց տեղամասը մատչելի չի, որտեղ որ իրենք հաշվառված են, իրենք պիտի գնան ընտրեն, ապա իրենք կարող են իրենց անունը տեղափոխել այն իրենց մոտակա մատչելի տեղամասը, որտեղ որ կցանկանային քվեարկել։ Այս դեպքում կրկին երկու տարբերակ ունեն իրենք, կամ ստացվում են նույնիսկ 3, կամ մոտենալ անձնագրային, կամ e-request-ով դիմումը ներկայացնել, կամ առանց e-request-ի, բայց արդեն գցելով համապատասխան փաստաթղթեր, այսինքն հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը, այսինքն ամբողջ տվյալները համ մեր կայքում է առկա, համ միգրացիա և քաղաքացիության ծառայության կարգում է առկա, թե ինչպես կարող է սա անել։ Ուղղակի ընդհանրապես պետք է այցելել կայքեջը եւ այնտեղ շատ հեշտ
Հալի այս տվյալները ճշտել, քայլ-քայլ գնալ առաջ։